Սիրելի բարեկամներ, մենք բացահայտում ենք Հայաստանը, բացահայտում ենք լոռին եւ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարն է եւ մենք գտնում ենք լոռվա չնաշխարհիկ վայրերից մեկում, որ տևական ժամանակ հեռու էր մարդկանց աչքից եւ շնորհիվ մի հրաշալի լոռեցու, մի հրաշալի մարդու իդեմս Լևոն Պարանյանի մենք այսօր կարող ենք վայելել այս գեղեցկությունը եւ նրա շնորհիվ նաեւ մեր լոռվա եւ հայկական խոհանոցը։ Կուզենայի ողջունել մեր հյուրերին, ասիկա տանտերին տվյալ դեպքում, պարոն Լևոն Պարանյանին եւ տիկին Անահիտ Վերանյանին, որ պատասխանատու է խոհանոցի համար։ Բարև ձեզ։ Եվ ինչ կպատրաստենք մենք այսօր։ Սիրելի բարեկամներ, այսօր մենք ձեզ մեր խոհարարի հետ կցուցադրենք 4 հայկական մոռացված ուտես։ Ունենք ուտեսների անունը՝ կճուճ, արարատյան, սանահին եւ եղուջին, որը պատրաստվում է կավի ամանների մեջ, պատրաստվում է փռի մեջ։ Դրա մասին մեր խոհարարը կխոսա եւ կպատրաստի։ Փայլուն։ Տիկին Անահիտ։ Այո։ Դուք ներկայացնում եք Վերանյան այսպես ցեղը, պարոն Պարանյանը Պարանյան եւ ասեմ, որ իրենք այն ցեղերն են, որոնք որ նաեւ Թումանյանի մոտ են ներկայացված եղել որպես լոռվա քաչքեր, պատահական չէ որ իրենք ներկայացնում են այսպես կոչված ավանդական խոհանոցը եւ հերոստատողի համար ասեմ, որ մենք գտնում ենք մենց այդ քարանձավու, որ գտնում է Ալավերդի քաղաքում, դեպի Սանահինի հայտնի եկեղեցի տանող ճանապարհի անմիջապես հարևանությամբ եւ Հայաստանի նոր զբոսաշրջային գրավչություններից մեկն է շնորհիվ պարոն Լևոն Պարանյանի եւ իր զավակների եւ հարսների։ Ես սկսում եմ Արարատյանից։ Ուրեմն սոուսը ընկուզով պատրաստված է։ Թանձրուկը պատրաստված է։ Բացի ընկույզը ինչ եք օգտագործում։ Ստեղ օգտագործվում է բնական ռաժան։ Արաժանը դա մեր կաթնասերն է։ Այո, կաթնասերը։ Եվ սպիտակ գինով է պատրաստված։ Սպիտակ գինով օգտագործում է բանջարեղեն, սմբուկը։ Կարող ենք 3 հոգով ենք, պիտի փորձենք 3 հատ սմբուկ։ Սոխը։ Չնայած սովորաբար ես երբ որ ճաշում եմ եւ մեր հյուրը ճաշում եմ, մենք տեսնենք որ էլի կրկին անգամ 3 հատ է, մեկ բաժինը։ Ինքը կարանի եւ մեծ եւ փոքր։ Ճաշատեսակը։ Կարանի։ Դա տապակած սմբուկ է, սա տապակած միս է, հորթի միս։ Հորթի միս։ Հորթի փափ կա միս, այսինքն իր մեջ ոսկրային հատված չկա։ Չէ։ Որը լրացուցիչ համ ու հոտ է տալիս։ Այո։ Փայլուն, ավելացնում ենք լոլիկ։ Այ այսպես կարող եք նայել, գեղեցիկ մի բան է ստացվում։ Հրաշալի։ Տիկին Անահիտը ներկայացնում է մեր մայրիկների, տատիկների խոհանոցը։ Եվ գեղեցկացնում ենք կանաչներով։ Հրաշալի։ Եվ պարոն Պարանյանը հատուկ ուշադիր է, որպեսզի խոհանոցում մենք պահենք մեր ավանդույթները եւ քանի որ ամենալավ ճաշերը պատրաստել մեր մայրիկները, մեր տատիկները, այդ իսկ պատճառով մեր ձերում այս ուտեստները պատրաստում են հատկապես մայրիկների եւ տատիկների ձեռքերով։ Ավելացնում ենք թանձրուկը։ Այո, թանձրուկը 2 անգամ ենք օգտագործում։ Մեկ ներքևից որպես բարձ, մեկ էլ վրայից որպես վերմակ, հա։ Այո։ Սա ավելացրած է եւ սխտոր, որը լավ համ է տալիս։ Այլուն։ Սա արդեն պատրաստ է գնալու վառարան։ Այո։ Փուռը։ Մենք գիտենք, որ լոռիում ավելի շատ օգտագործում ենք փուռը, քան թոնիրը։ Հիմա ուրեմն պատրաստել ենք սիսերովաբուր, որն էլի գինու թանձրուկով, ռաժանով եւ հորթի մսով։ Հորթի միսը շոքեխաշված է։ Էլի բանջարեղեններով։ Այո, մենք նկատում ենք կարմիր պղպեղ, այո, գազար, կտրատած ինչպես որ կորեական սալատի ժամանակ են պատրաստում կորեական աղցանի։ Սա էլ ենք տեղավորում կավի ափսեի մեջ։ Այո։ Եվ ուղարկում ենք փուռ։ Փայլուն։ Փուռը մեր ավանդական հացի թխման վայրն է, բայց բացի հաց թխելը, որ Պարանյանները թխում են իհարկե փռում, նաև ուտեստներն են պատրաստում փռում։ Մենք գիտենք, որ լոռիում փռում էին հիմնականում հացը թխում, այդ իսկ պատճառով Պարանյանները օգտագործում են փուռը որպես հացաթխման վայր, բայց քանի որ փռի տաքությունը կորցնելը չկորցնելու դեպքում բոլոր ուտեստները ստանում ենք այնտեղ։ Փայլուն։
Տիկին Անահիտ Վերանյանը փայլուն մեզ ներկայացնում է մեր հերթական ուտեստը։ Հաջորդ ուտեստը կճուճն է, այսպես կոչված, որը բաղկացած է կարտոֆիլից, Այո, շոգեխասված հորթի մսից փայլուն, եւ բանջարեղեններից։ հրաշալի։ Բիբար, լոլիկ եւ ավելացնում ենք էլի ռաժան։ Խաշտամի ջուր, ռաժան, Այո, քանի որ խաշլամի ջուրը դա ուտող խմողների ավանդական սեղանի բաղկացուցիչն է, պարոն Լևոն Պարանյանը որպես ուտող խմող։ Այո, Լորեցի։ ուտեսին ավելացնում ենք խաշտամի ջուր եւ ռաժան։ որպես թանձրուկ, որպես թանձրուկ։ Այո։ Կճուճը տվյալ դեպքում խորհրդանշում է ոչ թե ուտեստը, որ այսպես ասած մենք վայելելու ենք, այլ պատրաստման գործիքը։ Կճուճը գիտեք, որ այն կապսան է, այն անոթը, որի մեջ պատրաստում ենք, այդ իսկ պատճառով այս ուտեստի անվանումը ծագել է այն անոթի անունից, որ մենք օգտագործում ենք որպես սափոր պատրաստելու համար։ Փայլուն։ Շատ լավ։ Վերցնում ենք մի փոքր խմոր։ Այո։ Նկատում եք օպերատորը ինձ թվում է ցույց կտա մեր տիկին Անահիտ Վերանյանի ձեռքերը եւ այստեղ մենք կհիշենք մեր հայտնի Պաուլ Սևակից այն արտահայտությունը, որ բանաստեղծությունից, որ այս ձեռքերը մոր ձեռքերը, չէ՞ հազանքով, չէ՞, երազանքով, ինչպես են ապրել, չէ՞։ Այո։ Եվ իմ ինչպես հաց են պատրաստում, հա, մեր Բորիս համար։ Վերջնական տեսքը սա է։ Ինչքան գեղեցիկ որից պատրաստվեց։ հետո Որից հետո Եվ մեր ավանդական եղու ջիլը, հա։ ու ջելը։ Դա մեր հայկական ավանդույթների մեջ սարվորի ուտելիքն է միշտական։ Վերցնում ենք ջիլը, Ովքեր զբաղվել են անասնապահությամբ։ անքաշ ջիլա կոչվում սա։ Անքաշ նշանակում է յուղը քաշված չի։ Այսինքն, երբ որ յուղը քաշված է լինում, Արդեն ուրիշ այո, մթերք դա է։ չի ստացվում։ Դնում ենք կավի ամանի մեջ։ Կաթի սերով ուղարկում ենք փուռ։ Փայլուն։ Մատուցելուց էլ դնում ենք այստեղ, Պեցա։ պեց ենք դնում։ Պեցը դա կրակի մոխիրն է, Չվարված, այո, չվերջացած։ չվերջացած։ Ավարտ մեր այս նախապատրաստական փուլին։ Այո։ Մենք ավարտեցինք եւ կխնդրենք, որ տիկին Անահիտը եւ իր օգնականները այս մեր ուտեստները ուղարկեն փուռ, որպեսզի այնտեղ վերջնական մշակման ենթարկվի, որից հետո մենք պարոն Պարանյանի հետ խոսենք մեն ձեր այս քարանձավի ստեղծման նախապատմության, այսօրվա գործունեության եւ ապագա տեսլականի մասին, ինչպես են իրենք պատկերացնում, ինչպես պիտի զարգացնել այս մեն ձերի գաղափարախոսությունը, իր կոնցեպցիան, որովհետեւ այն շատ գրավիչ է եւ բոլորդ նկատում եք թե Հայաստանից ինչքան զբոսաշրջիկներ թե Հայաստանից թե արտերկրից գալիս եւ հաճախում են լոռի, նաեւ հատկապես մեն ձեր քարանձավ այցելելու համար։ Պարոն լոռեցիները եւ ալավերսները մասնավորապես հիշում են, որ այստեղ այս ամենի վերջի օգտվողները այծերն էին եւ բավականին լեցուն էր այծերի այսպես գոմախբով եւ ձեզանից բավական երկար ժամանակ պահանջվեց, որ այսպես այս ամենը դուք մաքրեք եւ բերեք այն քրիստոնեական տեսքի, որ ունենք։ Որտե՞ց միտք խաղացաք, որ սա կարելի է օգտագործել որպես զբոսաշրջային վայր եւ ո՞րն էր այն ուժը, որ ձեզ ստիպեց այսօր մեն ձերը սարքել այս զբոսաշրջային գրավիչ վայրը, որ այստեղ է բերում ոչ միայն լոռուց, ոչ միայն Հայաստանից, այլ նաև շատ ու շատ արտասահմանցիներ գալիս են Հայաստան ու գալիս են լոռի հատկապես մենձերը տեսնելու համար։ Երբ իմ գիտակից տարիներին եւ որ ես արժեքը գիտակցել եմ այս քարանձավին, ինձ միշտ մտատանջել է, որ մարդիկ բնությունից հեռանում են։
մարդիկ գյուղ գնալուց հեռանում են, տատուպապի մոտ գնալուց հեռանում են, գյուղերը քանդվում են, քաղաքներ աշինվում։ Ինձ մտատանջել է միշտ, որ սա բնության դպրոց վերածեմ, վարպետանստուն։ Իմ կյանքի ընթացքում ես դաստիարակել եմ 350 ավելի երիտասարդներ, որոնք զբաղվում են արհեստով, որոնք հիմա այսօր աշխարհով մեկ իրանց տեղերը գտել են։ Իմ մեծ տարիքում որոշեցի, որ ես սա վաղեմի իմ որոշումը ստեղծեմ, սարքեմ վարպետանստուն, որ մարդիկ նորից կապվեն բնության հետ։ Ունենամ վարպետությունը սովորի քարանձավում, դասաժամեր ունենա, դրսում, սենյակներ ունենա։ Իմ միակ նպատակը, որպեսզի կարողանամ սերունդ դաստիարակեմ, օգնեմ այն երեխեքին, որոնք ծնողազուրկ են, որոնք չունեն հնարավորություն, որոնց ես կարամ պիտանի լինեմ, որոնց համար կարամ մի բան անեմ։ Քանի որ իմ կյանքի առաջի քայլերը դա ինձ շատ ապացուցել է, ինձ գնահատել են, ինձ արժևորել են, դա ինձ շատ ոգեշնչում է։ Մեր ժողովուրդը ես որոշեցի, որ իմ կյանքի աշխատած են գումարները հնարավորությունը ես ներդնեմ այս բնության դպրոցի մեջ, որը կզարգացնի նաև այսօրվա կյանքի պահանջարկին, տուրիզմի զարգացմանը, դա շատ լավ նպաստում է մեր վաղվա օրվան, ես այս ամեն ինչի մեջ հեռանկար եմ տեսնում եւ իմ քայլից բավարարված եմ զգում եւ ժողովրդի գնահատականից եւ ժողովրդից շատ գոհ եմ։ Փայլուն։ Ես տեսնում եմ, որ դուք նաև բավականին շատ աշխատատեղեր եք ստեղծել եւ հիմնականում կանայք են եւ երիտասարդներ եւ դուք նպաստում եք, որպեսզի ոչ միայն այստեղ չարտագաղթեն, այլ նաև նոր աշխատատեղեր ստեղծվեն։ Հիմնական նպատակը ժողովրդի պահանջով, որ մեր հյուրերը գալիս են դրսից, նաև սննդի խնդրի հարց առաջացավ, որ ես երբեք չէի մտածել եւ իմ մտածելակերպից դուրս գաղափար էր այդ ամեն ինչը, բայց ստացվեց այնպես, որ ես այլ կերպ չունեի եւ որոշեցի նաեւ աշխատատեղ կլինի, նաեւ հաց կուտեն մարդիկ համով։ Հիմա երկու բան կա. Քարանձավը որպես զբոսաշրջային այցելության վայր եւ այդ սրճարան ռեստորանը որպես ընթրելու ճաշելու վայր։ Քարանձավը նաեւ դասաժամերի տեղ։ Դա է ուզում ասեմ, որովհետեւ վարպետաց դասերի մասն եք խոսում եւ հիշում եմ, որ խեցեգործները կարան իրանց խեցեգործությամբ օրվա մեջ 40-45 րոպե նստեն իրանց խեցիով զբաղվեն։ Նկարիչները կան նացիմորտները դնեն, նկարեն, քան որ իրստեղ պլանը, ֆոնը, մի քանի ֆոնը։ Այստեղ սենյակ չէ, որ դնես կճուճ մարդը նկարի։ Այստեղ մարդի պոտենցիալը արագ կարա զարգանա։ Այն նկատող երեխաները, որոնք ապրում են սենյակի ներսում, այստեղ կտեսնեն ավելի։ Պարոն Պանյան, մենք տեսնում ենք այստեղ սննդի մատուցման ծառայություն, տեսնում ենք այս քարանձավը որպես զբոսաշրջային վայր։ Ես գիտեմ, որ նաև կա այսպես ենթադրություն, որ քարանձավը շարունակվում է դեպի մինչև նույնիսկ Սանահինի վանքը եւ հնարավոր է, որ նույնիսկ այնտեղ էլ չի հասնում, ինքը մի քանի 100 մետր, եթե ոչ մի քանի 100 կիլոմետր մի քանի կիլոմետր ձգվի։ Տեսնում եք հնարավորություն զարգացման։ Համարում եմ վաղ այդ ամեն ինչը նախապես մտածելու, միջև այլ զբաղմունքների, շարունակական զբաղմունքի, այստեղ հիմնական ծրագիրը վարպետանստուն ստեղծելն է, դա իմ գաղափարն է, իմ հոգևոր հանգիստն է, եթե ես այսքան ծանր աշխատանքից հետո ես դա չգտնեմ, բնականաբար ընդհանրապես կթողնեմ։ Ես երբեք չէի մտածում, դա ժողովուրդը ստիպեց, ես դրա մեջ երբևիցե չեմ մտածել, որ ես կարամ կուխնյով զբաղվեմ, ես կարամ այլ, բայց ես բնականաբար ես վարպետ մարդ եմ, ես սա կյանքում համով հացել միշտ պատրաստել եմ, քան որ ժողովուրդը ինձ շատ է հյուրասիրել համով հացել։ Ես պարտավոր եմ իրանց այդ հացը հետ տամ։ Մի ձևով կարողանամ ծառայություն մատուցեմ մեր ժողովրդին։ Ես նաև ժողովրդից եմ շատ գոհ, որ գնահատում է, շնորհակալությունը միշտ ամեն օր ես ստանում եմ մարդկության կողմից եւ դրանով շատ երջանիկ եմ, որ իմ միտքը դառնում է գործ եւ գովելու է եւ մարդիկ ինձ ողջևորում են։ Քանի որ մեր հաղորդումը ինքը հիմնական ուղղված է խոհանոցին եւ մեր ազգային խոհանոցին, որ կերակուրներն է, որ բացի այս ներկայացվածից, եթե մարդը զբոսաշրջիկ է կամ ինքը զբոսաշրջիկ էլ չի, Երևանից եկել է եւ ուզում է ծանոթանա ձեր խոհանոցից, բացի այն ներկայացված կճուճը, Արարատը, Սանահինը եւ Եղուջիլը, ես հիմնականում եւ որ հարցը դրվեց, որ ես պետք է կուխնյա զբաղվեմ, ես որոշեցի կուխնյա լրացնեմ տատիկներով, որոնք խորապես գիտեն մեծ ընտանիքների ավանդական ճաշատեսակները։ Հիմնական ուղղվածությունը եւ մեր մտածողությունը զարգացրել են դրա մեջ։ Այսօր ունենք նորագույն, բայց շատ քիչ։ Հիմնական
հայկական ճաշատեսակների շատ տեսականն են, շատ, եւ մարդիկ ունեն հնարավորություն պատմելու եւ ստանալու։ Իրանց մտահղացումով կարան ճաշ առաջարկեն եւ ստան։ Կուխնյայի հնարավորությունը շատ մեծ է։ Ես տեսնում եմ, որ դուք նաև կենթաներ եք պահում եւ գիտեմ, որ նաև այգի ունեք, այսինքն այստեղ օգտագործում եք նաև ձեր կենթանիների միսը եւ ձեր այգիներից ստացված բերք ու բարիքը։ Հիմնական էկզոտիկ կենթանիների մասին է խոսքը, էկզոտիկ կենթանիներ ունեմ սիրամարգներ, ֆազաններ, նապաստակներ, ունենք կապիկ, հիմա կապիկը մենակ է, ասենք ինքը եւ մարդիկ որ գասեն ամեն դեպքում բոլորին հետաքրքրում է էկզոտիկ կենթանիների հետ շփվել։ Ունենք նման հնարավորություն, ունենք մեր բնական ցանած, պամիդոր վարունգիս, մեր բնական, ասենք, խավ, ձու, ասենք, ցես փոքր ինչ-որ մասերով մենք մեր կուխնյայում օգտագործում ենք հիմնականում։ Հիմնական կուխնյայի ուտելիքները որպեսզի համով մնա, մենք տարածաշրջանի գյուղացիների ստացած մթերքն ենք օգտագործում։ Նպատակը նա չի, որ ասենք ստանանք մենք ուրիշ, մեր գյուղական Խրախուսում եք նաև եւ հենված ենք հիմնական գյուղարտադրանքի վրա, որի արդյունքում ստացվում է շատ համով հայկական հին ճաշեր։ Հրաշալի։ Սիրելի բարեկամներ, մենք կվերադառնանք, երբ որ Տիկին Անահիտ Վերանյանը այլևս պատրաստած բերի փռից եւ կշարունակենք մեր զրույցը Տիկին Անահիտ Վերանյանի եւ պարոն Լևոն Պարանյանի հետ։ Սերի հերոստատող սա այն բացառիկ դեպքերից է, երբ որ նույնիսկ առանց փորձել մենք կարող ենք ասել, որ ամեն ինչ լավ է ստացել, որովհետև Տիկին Անահիտի այդ նվիրվածությունը, Տիկին Անահիտի այդ պատրաստակամությունը, ինքը ինչպիսի վարպետությամբ էր պատրաստում, ինչպես որ պատրաստում են մեր տատիկները եւ մեր մայրիկները, եւ ես նույնիսկ անհամարել եմ զգում, որ հիմա ասենք մենք փորձենք, որպեսզի գնահատենք, բայց մի բան կարող ենք մենք անել։ Ես կուզենայի, որ ես եւ պարոն Պարանյանը բաժակ բարձրացնենք եւ խմենք մեր տատիկների եւ մայրիկների համար, որ այսքան գեղեցիկ խոհանոցներ, որ այսքան սիրուն ծառայում են մեր ժողովրդին, որ այդքան սիրուն սերունդներ են մեծացրել։ Ուզում բաժակ բարձրացնենք, խմենք պարոն Պարանյանի համար, որ այս ամենը ոչնչից սարքել է մեծ զբոսաշրջային վայր եւ այն հեռանկարի եւ ապագայի համար, որ ունի ինչպես այս զբոսաշրջային վայրը, այնպես էլ մեր ժողովուրդը նման մարդկանցով։ Տեսնում եք, որ իրենք շատ པարզ հասարակ մարդիկ են, ստեղծող մարդիկ են, արարող մարդիկ են եւ այս արարող ժողովրդի եւ նրա ներկայացուցիչների համար իդեմս Տիկին Անահիտ Վերանյանի եւ պարոն Լևոն Պարանյանի, որը ոչ մի անցնողի չի թողնում, որպեսզի այստեղից քաղցած գնան եւ դա իր մասնագիտությունն է, իր մասնագիտությունը մարդ լինել, ինքը ամբողջ կյանքում հաց է տվել, չնայած ինքը զբաղվում էր փայտամշակմամբ, ինքը զբաղվում էր քարի մշակմամբ, ինքը զբաղվում էր սերունդներ աճեցնելով, բայց այսօր նաև դրան գումարվել է նաև մարդկանց հաց տարը եւ այս գեղեցիկ վայրը նաև հայտնի անունով այստեղ նաև լավ հաց են տալիս եւ մենք բացահայտեցինք նաև Տիկին Անահիտ Վերանյանի, որը չի երևում խոհանոցում, բայց իր աշխատանքը վայելում են եւ տեսնում են շատ շատերը։ Ձեր համար, մեր ժողովրդի համար։ Այո, մեր ժողովրդի համար։ Բացահայտողների մեզ համար։ Հիմա տնենք, դեր յուրասիրենք։ Հա, ես եղուջինը կփորձեմ։ Հա, յուրասիրենք։ Սա եղուջինն է, շատ համեղ ուտելիք է։ Ահա։ Հայլուն։ Ահա, փորձեմ ես նաև։ Մենք եղուջինը կարանք ուտենք այսպիսի չոր հացիկներով, բրդուճներով, փոքր։ Այո։ Այսպես։
Սա հենց սա որ եւ որտեղ դե հացը որ չորանում է, հասարակում է։ Բնականաբար սա հացը միշտ չոր անում։ Այո, մի քիչ ծաղկած։ Դա պեչքի վրա տակածնում են ու իրանց եղու ջլի հետ օգտագործում։ Փայլուն համունի ինչին է որ մենք չենք կասկածում եւ հրաշալի համ, զուգակցված հրաշալի մարդկային վերաբերմունքի հետ։ Սելի հերոստատիտող իր տրամաբանական ավարտի մոտեցավ երկրի մեծ հերոստակիրության եթերում հերթական անգամ Խաչիկյանի խոնց հաղորդաշարը, որ մենք հյուրընկալվել էինք Լորվա Չնաշխարհիկ Մենձեր քարանձավում եւ վայելեցինք Տիկին Անահիտի եւ պարոն Լևոնի հյուրընկալությունը, որ կշարունակվի անշուշտ արդեն Մենձեր քարանձավի սրճարան ռեստորանը։ Շնորհակալ ենք Խաչիկյանից եւ իր կոլեկտիվից։ Շնորհակալություն։